Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, այսօր Ֆրանսիայում Իզեր նահանգում իմ բարեկամների հետ եկել ենք այս գեղեցիկ մեծ վանքը, որ կոչվում է Սուրբ Անտոն Անապատականի վանք, Սենտ Անտուան, 12-րդ դարի վանք է, բայց ինձ գրավեց մի շատ հետաքրքիր բան, եկեղեցու մուտքից ներս, այսպեսի մի ցուցատախտակ կա գրված, տեսեք ինչ է գրված, ձեզանից ովքեր որ ֆրանսերեն գիտեն, գրված է մտեք, պահպանեք լռություն, լսեք, այս եկեղեցին ձեզ մի քանի բաներ կասի, լսեք, այս եկեղեցին ձեզ մի քանի բաներ կասի, այնքան սրտից խոսեց ու այնքան դուր եկավ այս բանը, որ երբ որ այսպես մեկը խոսում է քո հետ, մտածում ես արդեն անմիջապես լռություն պահպանել և լսել, թե Աստված ինչպես կխոսի քեզ եկեղեցու մեջ, և քանի որ այս ձայնագրությունն անում եմ, եկեք միասին տեսնենք նաև եկեղեցին, հիմա մենք գտնվում ենք խորանի հետևի մասում, ահա տեսնում եք սուրբ սեղանը և ահավասիկ եկեղեցին, երգեհոնը վերևում, 12-րդ դարի եկեղեցի է, Սիրելի ժողովուրդ, դուք էլ որ մտնում եք եկեղեցի, պահպանեք լռություն և լսեք, թե ինչպես է խոսում Սուրբ Հոգին ձեզ հետ, դա անչափ կարևոր է, այս մասին է այս ձայնագրությունը, որ երբ մենք եկեղեցի ենք մտնում, ոչ թե խոսենք ու ինչ-որ իրար բաներ հարցնենք, հետ թող մնա դուրս գալուց հետո, բայց եկեղեցում եկեք լսենք, պահպանենք լռություն, չխանգարենք մարդկանց աղոթքը, որովհետև եկեղեցու լռության մեջ Աստված հաստատ մի քանի բաներ կասի մեր սրտին։ Փառք Հոր և Որդվո և Հոգու Սրբո, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից, ամեն։